Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ Ակնհայտ է, որ որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում, սակայն Փաշինյանը վստահեցրել է, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից։ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի բանակին, տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։ Հայաստանն էլ պատրաստ է քննել հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Հայաստանի վարչապետը փորձել է բացատրել, թե անվտանգություն ասելով ինչ են հասկանում առհասարակ։ Այստեղ խնդիրը հետևյալի մեջ է, անվտանգությունը, այո, բայց անվտանգության մասին ես նախկինում էլ առիթ ունեցել եմ, որ երբ որ մենք անվտանգություն, առաջին անգամ անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է եւ դա էլի մեր, դա էլ է կրթության հարց։ Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե մենք անվտանգություն ասածը ինչ ձև ենք պատկերացնում։ Ես այս թեմայի հետ կապված միշտ բանն եմ հիշում, Սասունցի Դավթ էպոսն եմ հիշում, որ Սասունցի Դավթին ասում են բանը, ասում են առյուծ ա եկել, նստել է այնտեղ մարդ չի թողում մարդիկ անցնեն, մարդկանց ուտի, ասում է առյուծն ինչ է, ասում է իմալ առյուծ, ասում են գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի, ասում է հերվանց կուտի, թե մոտենաց նոր կուտի։ Հիմա մենք սենց թվում է թե պրիմիտիվ է, բայց մարդը խոստովանել է, որ չգիտի ինքը ինչ է առյուծ, ասում է բացատրեք, հասկանանք ինչ է առյուծ։ Մենք համոզված ենք, որ ասելով անվտանգություն հասկանում ենք դա ինչ է։ Որովհետև քանի դեռ մենք 1, 2, 3 բանակ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, դա մի բանի վկայությունն է, որ մենք չգիտենք անվտանգությունը ինչ է։ Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի։ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի ժողովրդի անունից իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի տակ, իսկ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Երևանը Բաքվին առաջարկում է խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու դիմումը ստորագրել միաժամանակ։ Բազմիցս նշել եմ, հիմա էլ ուզում եմ վերահաստատել, որ անվտանգությունը մարդու բարեկեցության առանցքային գործոններից է։ Հացին առնվազն հավասար։ Ռազմավարական առումով անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքը խաղաղությունն է եւ ուրախ եմ արձանագրել, որ ինչպես գիտեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունները ավարտված։ Սա նշանակում է, որ մենք մտել ենք համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումների փուլ եւ հայտարարել եմ, որ պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել համաձայնագրի տակ։ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Դրանցից առաջինը ԵԱԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ինչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գոյությունը։ Բայց ԵԱԿ Մինսկի խումբը առնվազն դե ֆակտո ունի ավելի լայն համատեքստ եւ մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը, Ադրբեջանի տարածքում փակելուն եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Փարատելու համար այս մտահոգությունը մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին ԵԱԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ։ Այսինքն սեղանին դնել խաղաղության համաձայնագիրը եւ ԵԱԿ Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին համատեղ դիմումը եւ նույն տեղում, նույն պահին ստորագրել թե առաջինը եւ թե երկրորդը։ Սա ընդ որում պաշտոնական առաջարկություն։ Հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, խաղաղության համաձայնագրի ստորագրման համատեքստում իր այդ
պնդումն է, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Կարծում եմ, այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար մենք նախ պետք է փորձենք ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն եւ ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական եւ իրավական բովանդակությունը։ Եվ հետևաբար պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, ինչ է պարունակում եւ ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական NTV հեռուստաընկերությանը։ Խոսելով հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին, Միրզոյանը ասել է, որ գործընթացը թեև դանդաղ, բայց շարժվում է առաջ։ Հայաստանի արտգործնախարարը շեշտել է, որ այս փուլում դեռ չեն իրագործվել գործընթացի վերջնական նպատակները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի բացումը, ինչը կապված է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի հետ։ Մեր համոզմունքն է, որ եթե հաջողություն գրանցվի հայ-թուրքական ուղղությամբ եւ իրականացվի սահմանի բացումը, դա կարող է դրական ազդակ դառնալ նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համար, բայց վստահ կարող եմ ասել եւ կարծում եմ, որ իմ թուրք եւ ադրբեջանցի գործընկերները եւս կհաստատեն դա, երբեք այսքան մոտ չենք եղել միմյանց։ Միգուցե ժամանակը հարմար չէ, միգուցե երբեք էլ չի լինի, բայց եթե անկեղծ գնահատենք, որտեղ ենք հիմա, ապա կարող ենք ասել, որ երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը եւ կայունությանը։ Անտալիայում պանելային քննարկման Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հիշատակել էր Հայաստանի սահմանադրությունը, իսկ հայկական կողմը այն դիտարկում է որպես նախապայման։ Եթե խոսքը վերաբերում է սահմանադրությանը, ապա պետք է հստակ ընդգծել, որ մեր սահմանադրության մեջ որևէ տարածքային հավակնություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ գոյություն չունի։ Միաժամանակ մենք ինքներս լուրջ մտահոգություններ ունենք այն հարցում, որ հենց Ադրբեջանի սահմանադրության մեջ առկա են տարածքային պահանջներ, եւ ես պատրաստ եմ բացատրել ինչու։ Իրենց սահմանադրության մեջ նրանք հղում են կատարում իրենց անկախության հռչակագրին, որում նշում են, որ այս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին հանրապետության իրավահաջորդն է, որը գոյություն է ունեցել մինչև խորհրդային միությունը։ Սակայն առաջարկվող խաղաղության պայմանագրում, որի ստորագրմանը մենք պատրաստ ենք, արդեն իսկ ներառված է այդ խնդրի լուծման մեխանիզմը։ Եթե սահմանադրական դատարանը եզրակացնի, որ առաջարկվող խաղաղության պայմանագիրը համապատասխանում է սահմանադրությանը, ապա կարելի է ասել, որ խնդիրը լուծված է։ Իսկ եթե տեսականորեն սահմանադրական դատարանը հայտարարի, որ պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, ապա դա արդեն կլինի այլ իրավիճակ։ Այդ դեպքում բնականաբար կողմերը կրկին կվերադառնան բանակցությունների սեղան, գնահատելու հետագա քայլերը։ Հայաստանի դատախազությունն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել արցախցիների նկատմամբ պատելության խոսք տարածելու վերաբերյալ ներկայացված հաղորդմանը։ Երեք տեղի էր ունեցել բողոքի ակցիա Հայաստանի գլխավոր դատախազության մոտ, որի ժամանակ էլ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին արցախցիների դեմ գեներացվող ատելության հարցով։ Բաքվի զինվորական դատարանում տեղի ունեցած Արցախի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծ ու գործերով դատական հերթական նիստին գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը ներկայացրել է իբրև թե Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ նախնական քննության ընթացքում հավաքված փաստաթղթերը, այդ թվում միջադեպի վայրի զննման արձանագրությունները, կից լուսանկարները, տուժածների եւ վկաների ցուցմունքները, նաեւ փորձագիտական կարծիքները 1990-ականների սկզբին նախնական քննության ընթացքում որպես կասկածյալներ եւ մեղադրյալներ հարցաքննված հայկական ծագում ունեցող անձանց վերաբերյալ։ Հրապարակվել է ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործող ժամանակին որպես վկա հարցաքննված Արթուր Աբրահամյանի ցուցմունքը, ըստ որի Ղարաբաղում հանրահավաքը ղեկավարել են Արկադի Մանուչարովը, Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, Մաքսիմ Բաբայանը, Ռոլես Աղաջանյանը, Վլադիկ Սարգսյանն ու այլ անձինք։ Ցուցմունքում նշվել է, որ Մուրադ Պետրոսյանը եւ Սերժ Սարգսյանը զինել են Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումները, Լեռնային Ղարաբաղի ֆինանսական միջոցների
քարոզներ է ուղարկել Հայաստանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Վազգեն Մանուկյանը։ Ռոբերտ Քոչարյանն այս գումարը ստացել է Ադրբեջանի տարածքներում եւ աշխարհային զինված կազմավորումներին նշված է ցուցմունքում։ Գործի նյութերի համաձայն իբրև թե Մուրադ Պետրոսյանը հրամայել է պայթեցնել Շուշի Ստեփանագերտ մայրուղու 14-րդ կիլոմետրում գտնվող գետի վրայով անցնող կամուրջը, ՎԿ Յուրի Ջահանգիրյանն էլ ցուցմունքներում պնդել է Ռոբերտ Քոչարյանը աշխատելով որպես Ղարաբաղի Մետաքսի գործարանի կուսակցական քարտուղար, որպես հայկական ազգայնական կռունկ կազմակերպության ակտիվ անդամ, զբաղվել է ազգայնական ատելության եւ թշնամանքի քարոզչությամբ ադրբեջանցիների նկատմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ 1990-ականներին Ռոբերտ Քոչարյանը, Մուրադ Պետրոսյանը, Մանուչարյանը եւ ուրիշները հանրահավաքների կազմակերպիչներն ու շարժման առաջնորդներն էին հաստատել Խալֆ-Էլիչայ գետի վրայով անցնող կամրջի պայթյունի փաստը։ Նա հաստատել է սպանությունների փաստերը, այդ թվում այն դեպքերը, երբ հայերը սպանել են հայերի, այդ թվում կենցաղային եւ քաղաքական պատճառներով։ Որպես օրինակ նա նշել է բարձրաստիճան պաշտոնյա Վալերի Գրիգորյանի սպանությունը այն կապելով Բաքու կատարած այցի հետ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների Հարությունյանը նաեւ խոսել է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին, նշելով, որ Սամվել Բաբայանն է եղել պատվիրատուն։ Արցախի պաշտպանական բանակի նախկին հրամանատար Լևոն Նացականյանն էլ հարցերի պատասխանելիս ասել է, թե լսել է Խալֆ-Էլիչայի վրայով կամրջի պայթեցման մասին, սակայն նշել է, որ չի շփվել Մուրադ Պետրոսյանի հետ, հավելելով, որ վերջինս 2020 թվականին աջակցել է Ստեփանագերտի ցուցարարներին։ Պետական մեղադրող Տարանա Մամեդովան հարցեր է ուղղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին եւ Դավիթ Իշխանյանին։ Ըստ ադրբեջանական մեդիայի Սահակյանը դատապարտել է կամրջի պայթեցումը, Իշխանյանն էլ նշել, որ այդ միջադեպի մասին առաջին անգամ լսել է դատավարության ժամանակ։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկությունների համաձայն, չնայած որ արդեն որոշված է, որ ապրիլի 16-ին Աբականու ընդդիմադիր անդամները Գյումրու քաղաքապետ կընտրեն Վարդան Ղուկասյանին, բայց կարծես թե ՔՊ-ն էլ իր սեփական պլաններն ունի։ Ըստ թերթի տեղեկությունների ՔՊ-ականները, որոնք 14 մանդատ են ստացել Գյումրու համայնքների ընտրություններից հետո, փորձելու են ամեն բան անել, որպեսզի տապալեն Վարդան Ղուկասյանի պաշտոնավարումը որպես քաղաքապետ։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի Աբականին որևէ որոշման համար քվորում չունենա, քաղաքի կառավարումը փաստացի տապալվի։ Երկրորդ սցենարի համաձայն Վարդան Ղուկասյանը չի կարողանա ձայներ հավաքել եւ երկրորդ փուլով ընտրություններ կնշանակվեն, բայց ՔՊ-ի այս պլանը դժվար թե իրագործվի, նրանք պարզապես կվիժեցնեն Վարդան Ղուկասյանի նախաձեռնությունները, կհրահարեն նրան, որ մարզծեցի կամ որդին դա անի, որպեսզի հանրությանն ասեն, թե տեսեք նախկինների վերադարձը ինչ վատ է։ Այսինքն իշխանությունները պլանավորել են ամեն կերպ տապալել Վարդան Ղուկասյանի աշխատանքները Գյումրիում, գաղտնիք չէ, որ ցանկացած որոշում կայացնում է ոչ թե միանձնյա քաղաքապետը, այս դեպքում Վարդան Ղուկասյանը, այլ իրականացվելու է Աբականու մեծամասնության միջոցով։ Իսկ ՔՊ-ի հույսն այն է, որ ինչքան էլ նիմադիր 4 քաղաքական ուժեր միավորվել են, որպեսզի քաղաքապետ ընտրեն Վարդան Ղուկասյանին, նրանք բոլոր հարցերում միակարծիք չեն լինի։ Փարաքարի Աբականու ընտրություններին մասնակցած եւ անցողիկ ՇՄ հաղթահարած քաղաքական ուժերի ներկայացուցիչներն այսօր թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացել են Աբականու անդամի մանդատները։ Հանձնաժողովի արձանագրությունից անցողիկ ՇՄ հաղթահարած ուժերի առաջին համարները մանդատները վերցրել են։ Նրանք են ՔՊ-ի տեխնացու Լյուդվիգ Գյուլնազարյանը, Միասնություն կուսակցությունների դաշինքի տեխնացու Վալոդիա Գրիգորյանը, Ազգային առաջընթաց կուսակցության տեխնացու Դավիթ Մինասյանը։ Այսպիսով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Փարաքար համայնքում ունի 7 մանդատ, Միասնություն կուսակցությունների դաշինքը 12, Ազգային առաջընթացը 2։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել Միասնություն կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում գրված Աբականու անդամի տեխնացուներ Տարոն Ղալողլանյանի եւ Հովանես Մխիթարյանի գրանցումները, նաեւ ՔՊ ցուցակում ընդգրկված Աբականու անդամի տեխնացու Սվետա Ավաքյանի գրանցումը։ Վալոդիա Գրիգորյանն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար, որը ապրիլի 19-ին կստանձնի իր լիազորությունները։ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է, հայտարարել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։ Պաշտոնյան ցիտել է Ալիևի խոսքերը, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ազգ եւ մեկ բանակ են։ Միասնական բանակի ստեղծման գործընթացը ներկայումս շարունակվում է։ Ադրբեջանն ու Թուրքիան պետք է միասին աշխատեն պաշտպանության ոլորտում, դրա պայմանը համատեղ զորավարժություններն են, իսկ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության պայմանագիրը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Bizim dileğimiz, temennimiz bir an önce Խաղաղության համաձայնագիրը շահավետ կլինի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար։ Թուրքիան աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ղարաբաղում հաղթանակը դարձել է համերաշխության խորհրդանիշ ոչ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի, այլ նաեւ ողջ թուրքական աշխարհի համար։
Թուրքիան կհեռարձակվի առաջին հայկական սերիալը Լույս TV Nix-ի միկրոբլոգում տեղեկացրել է, որ շուտով եթեր կհեռարձակվի 4 չարաճճիները առաջին հայերեն-թուրքերեն սերիալը։ Այն կհեռարձակվի հայերեն հնչողությամբ եւ թուրքերեն ենթագրերով։ Լույս TV-ն հիմնադրել է Բոլսահայ լրագրող Արամ Քուրանը։ Այն սկսել է եթեր հեռարձակվել 2019 թվականի հունվարի 6-ին։ Հեռարձակվող հաղորդումների 70%-ը արևմտահայերեն է, 30%-ը թուրքերեն։ Ապրիլի 15-ին ժամը 8:40-ի դրությամբ Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ M8 Վանաձոր Դիլիջան ավտոճանապարհին Ֆիոլետովոյի հատվածում տեղի ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Ինչ պետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղավազով մշակման աշխատանքներ։ Հարգելի վարորդներ, հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվատողերով։